Ողջույն հարգելի Front TV հետևորդներ, այսօրվային հյուրն է հոգեբան Ժանեթ Հովսեփյանը, բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք անչափահասների եւ ընդհանրապես թմրանյութերի օգտագործման մասին։ Վերջերս լսել ենք, որ դպրոցներում արդեն անչափահասներին բացի բաց թմրանյութեր են վաճառում եւ անչափահասների շրջանում թմրանյութերի օգտագործումը լայն տարածվում է։ Ինչի հետ է սա կապված ձեր կարծիքով։ Իրականում հարցը բավականին խորն է, երկար, բազմափոխանակ, բայց կփորձեմ սկսել նրանից, որ ինչ որ սկսում ենք, միշտ լսել ենք երևի ժողովրդից, որ երիտասարդությունից պետք է սկսել, երիտասարդությունը ավելի արագ է ինտեգրվում, ավելի արագ է վերցնում, քանի որ բանականությունը անչափահասներից, եթե խոսենք, անչափահասների մոտ բանականություն դեռ այնքան չի աշխատում, որպեսզի հասկանան, որ կկարողանան հացի բանականությունից նաև կամքի ուժը, որ կկարողանան իրենց զսպել փորձելուց հետո եւ չեն ընկնի կախվածության մեջ։ Իսկ այդ շրջանում արդեն փորձել ընկերական միջավայրը եւս ազատություն է գործում եւ այն ամենափխրուն հատվածն է մարդու ձևավորման, մինչև 7 տարեկան ձևավորման մարդ տեսակի, իսկ հետո արդեն հասարակությունն է խառնվում ծնողի դաստիարակությանը եւ ընտանիքի դաստիարակությանը եւ այդտեղ արդեն ծնողի գործը ավելի է բարդանում։ Դրա համար ավելի շատ ոնց որ այդ տարիքակիցների մեջ են փորձում տարածել, այդտեղից որ սկսի ինքը արդեն օգտագործել, պատկերացրեք մինչև մեծանա, այսինքն ինքը ամրապնդվելու, ավելի խորն է ամրապնդվելու եւ ավելի դժվար է ազատվելու այդ տարիքի երեխան, եթե սկսի արդեն դառնա նարկոման, սկսի օգտագործել, ինքը ավելի դժվար է ազատվելու այդ ամեն ինչից, քան ավելի հասուն մարդը։ Չնայած որ կախվածությունը մնում է կախվածություն եւ կարևոր չէ ինչից է, ինքը շատ վատ եւ միջև ոնց որ ոսկորների խորքը հասնող մի հատ ինչպես կոչվում, ինչ-որ զգացողություն է, էմոցիա է, կարգավիճակ է, որը միշտ կպնում է քո թույլ տեղերին։ Իսկ անչափահաս երեխաները իսկապես իրենց կարող են համարել թույլ կետեր, ժողովրդի տարիքային սանդղակով եթե նայենք։ Դրա համար սկսվում է այդտեղից եւ առհասարակ դպրոցում էլ շատ են, նայեք չի սկսվում ուսանողներից, սկսվում է դպրոցից։ Այս արդեն բացատրություն տալիս է, էլի ինքն իրենով արդեն բացի է տարածումը։ Ամենավատը այն է, որ այո, լավ շեշտեցիք բացի բացը, այնպես չի, որ եղել են ինչ-որ ժամանակներ, որի ընթացքում չի եղել թմրատեղեր, չեն եղել այն ամեն ինչ, ինչ որ նախկինում եղել է, միշտ ժամանակը պատտվում է եւ այդ ամեն ինչը նորից գալիս է, այստեղ հարցը այն է, որ գնում է մեծ ռոպագանդա։ Եվ մենք բոլորս ենք տեսնում եւ շատ ուրախ եմ, որ դուք եւս անդրադարձել եք։ Ես որպես հոգեբան եւս շատ անհանգիստ եմ, որովհետեւ ես աշխատում եմ նաեւ մինչև մանկապարտեզ, դպրոց եւ մեծահասակների հետ եւ այնպեսի բաներ եմ լսում, որ մասնակից լինելով հանդերձ ես չեմ զարմանում, բայց միևնույն է այդ դեմքի էմոցիան չես կարող զսպել։ Իսկապես բացի թողի վիճակա ժողովրդի ասած եւ այս նորմալ չի, մենք կարող ենք արդեն ասել մեր ժամանակով դպրոցում ինչպես էր, մենք ինչից էինք բողոքում ու հիմա ինչա կատարվում։ Ամեն դեպքում այս կանխել պետք է։ Բոլորս մեր հերթին, մեր ուժերով, մեր ձևերով փորձենք կանխել, գոնե մեր շրջապատում, որ կկարողանանք։ Թմրանյութերի օգտագործման կապը դեռահասների շրջանում, սա ինչպես կբացատրեք։ Հենց դա շեշտեցի, որ դեռահասներին ավելի հեշտ է այդ ամեն ինչի մեջ գցել, այդ ամեն ինչում կապել, որովհետև երբ որ մենք ընկնում ենք այդ շրջանի մեջ, գալիս է սիրահարվածություն, գալիս են էմոցիաներ, գալիս են նոր էմոցիաներ, որոնք դեռ ծանոթ չեն փոքր հասակից, եւ այդ ժամանակ արդեն թե աղջիկը թե տղան փորձում է ուշադրություն գրավել հակառակ սեռի կողմից, այնտեղ լինում է արդեն ինչ որ լիդերствоյի պայքար, փոքրիկ շակերտավոր ասած ու այդ ընթացքում արդեն եթե անգամ եւի նկատած կլինեք, ֆիլմերով տեսած կլինեք, եթե անգամ դու օրինակ չես անում այն ամեն ինչ, որ այս խումբն է անում, դու համարվում ես, եթե անգամ դու բարոյական ես ճիշտ ես, բայց նրանք ճիշտ չեն, բայց քանակը ազդում է միշտ եւ այդ ամեն ինչից ելնելով արդեն տվյալ երեխան փորձում է ինքն էլ անի, որպեսզի չառանձնանա, որպեսզի իրեն չասեն դու սենց ես։ Այստեղ արդեն շատ է դժվարանում ծնողի գործը, մանկավարժի գործը։ Մանկավարժների գործը շատ կարեւոր է, ցավոք սրտի շատ քիչ են վարձատրվում եւ նրանք էլ չունեն մոտիվացիա ճիշտ աշխատելու եւ այն միջև վերջի կտորը իրենց էներգիայի տալու երեխաներին եւ աշակերտներին։ Դրա համար ոնց որ ամեն ինչ ունի իր պատճառահետևանքային կապը։
Այդ դուք խոսեցիք մանկավարժներից, ուզում եմ հիշեցնեմ մեր հետևորդներին, որ դպրոցում եւ Մղջյանում եւ Մերձավանի դպրոցներում մեկը հենց Մղջյանի դպրոցում թմրանյութերի տարածման մասին էին խոսվել, իսկ Մերձավանի դպրոցում արդեն ինչպես են երեխաները իրենց ուսուցչի մասին արտահայտվում եւ ուսուցիչը ինչպես է իրեն պահում դասի ժամանակ, սա նույնպես ինչպես հասկացա իր ազդեցությունն է ունենում աշակերտների վրա։ Եկեք նկատենք մի բան, որ ամենից սկսվում է ընտանիքից։ Ինչքան էլ որ չենք կարող անդրադառնալ այն մեծ ընտանիքին, որը կոչվում է կառավարություն, միևնույնն է ամեն ինչ գալիս է ընտանիքից։ Մենք անզոր ենք ինչ-որ չափով կառավարության դեմ, որովհետև մենք անզոր ենք, որ ասում են ուժեղի դեմ միշտ թույլն է մեղավոր, ժողովրդական խոսքեր իսկապես անգին են, եթե մենք ուշադիր հետևենք ժողովրդական խոսքերին, որովհետև իրանք դարեր ապրած, փորձ ունեցած խոսքեր են, կհասկանանք, որ շատ ճիշտ են ասվում։ Եվ այստեղ թույլացել է ընտանեկան դաստիարակությունը։ Դա էլ ունի իր պատճառը, ես հասկանում եմ, որովհետև ծնողները աշխատում են առավոտից երեկո եւ արդեն այդ երեխան մնում է առանց ծնողի հսկողության։ Բայց ես հորդորում եմ բոլոր ծնողներին իրենց ամբողջ էներգիաները թեկուզ քունը տրամադրեն եւ շատ շփվեն եւ փորձեն այս ամեն ինչը կանխել։ Իսկապես դժվար է հիմա դաստիարակել այս պայմաններում, այս ժամանակահատվածում բոլորը անհանգիստ են, բոլոր մասնակիցները, ովքեր որ կապ ունեն դաստիարակության հետ, անհանգիստ են, բայց միևնույնն է պետքա սկսի ընտանիքից ամեն ինչ։ Երկրորդ ընտանիքը արդեն դպրոցն է, դպրոցում մանկապարտեզում ես ուսումնասիրել եմ, բլի որ այս ամեն ինչը չկա, բայց չգիտեմ մի օր կհասնենք թե չէ, որովհետև երեխաները սկսել են շատ-շուտ զարգանալ։ Մարդը սկսել է շատ-շուտ զարգանալ։ 5 տարեկանից սկսած զարգացում է գնում արդեն թե աղջիկա թե տղայի։ Դրա համար հələ որ մանկապարտեզները թողնում ենք, բայց դպրոցները իսկապես շատ վատ վիճակում են, առավել եւս երբ խոսակցություն է գնում աշտարակում բացել բոլոր համալսարանները միտեղ, ես չգիտեմ ինչա կատարվելու ուտեղ։ Նայեք, այս կարգավիճակում տանել բոլորին այնտեղ, բայց այդ եւս երևի թե պետքա կանխվի։ Ես լինելով հոգեբան անընդհատ հետազոտություններ եմ անում, որովհետև անհնար է էլի հին քո գիտելիքներով առաջ գնաս, այսինքն չկրթվես, անընդհատ ունենում եմ հարցազրույցներ, անընդհատ անկախ քեզանից գործի վերմող դու արդեն ծնողների հետ ես շփվում, բայց ասակների հետ, տատիկ, պապիկ, երեխա ու դու ամեն ինչից ինֆորմացվում ես, բայց այնքան կայծակնային արագությամբ է վատը տարածվում հիմա, որովհետև շատ հեշտ է հեռախոսների միջոցով, շատ հեշտ է։ Մենք անզոր ենք ինչ-որ չափով դարձել, բոլորս ուզում եմ ամենալավ մասնակիցը լինի, նույնիսկ ինչ-որ չափով ես կասեմ, որ կառավարությունն էլ է անզոր դարձել, որովհետև հեռախոսները եկել են ու գրավել աշխարհը եւ հեռախոսների հետ մեկտեղ արդեն մյուս տեխնիկաները։ Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ քանի որ դեռ մանկապարտեզներում չի տարածվել, կարելի է լինել շատ ուշադիր։ Ես հետաքրքրվել եմ մանկապարտեզներով, զգացել եմ, որ այնտեղ խստությունը կա, ավելի է ուժեղացել, ինչի ինձ դուր է եկել, բայց ինչի կարան այնտեղից սկսեն, որովհետև անգիտակից երեխայից, այսինքն օրգանիզմը գցել կախվածության մեջ, որ դպրոցից սկսի արդեն օգտագործել եւ այն մարդիկ, ովքեր տարածում են, ունենա ֆինանս։ Այս կարելի է։ Ոստեղ արդեն ծնողներն չեն իմանա, ինչա կատարվում, դաստիարակներն չեն իմանա, ու հնարավոր է դա թաքուն լցնել իհարկե։ Թմրանյութերի կախվածությունը եւ դրանց հաղթահարման մեթոդները։ Իրականում որ այսքան լայն տարածում է գտել թմրանյութերը մեր ազգի մեջ, այդ շատ վատ է։ Ինչ է լիներ, ես համարում եմ ավելի քիփ սեղմ բարոյական ազգին, ինչ է լիներ, երևի թե ամբողջ աշխարհի կտրվածքով եւ բոլորս հասկացել ենք, որ մեզ մոտ ուշեր ամեն ինչ հասնում, մի քիչ բողոքում էինք, ասում ենք օրինակ մորոձևությունը եւ այլը մեզ մոտ ուշ է հասնում, բայց լավ էր, որ այս ամեն ինչը ուշեր հասնում, այնքան ուշեր հասնում, որ արդեն ավելի քիչ էր հասնում։ Հիմա շատ լայն տարածում գտա, որովհետեւ ռոպագանդան դա շատ վատ բան է։ Շատ վատ բան է ու անընդհատ այս մասին որ մենք խոսում ենք, էս էլ է արդեն տարածում, հասկանում եք, թեկուզ եւ որ մենք ասում ենք մի արա, բայց երեխայի մոտ արդեն հասավ մեր խոսակցությունը, այդ ինչ է, ինչի չանել, ոնց տես բաներ գոյություն ունի, ինքը գնալու է հարցինի, ինքը սկսելու է հետաքրքրվել, հասկանում եք, այստեղ արդեն մեր ամենամեծ գործիքը ծնողներն են, որ իրենց միջոցով փորձեն կանխել, իսկ կախվածության մեջ ընկնելը դա կատաստրոֆիկ բարդ բան է։ Ես աշխատել եմ ու գիտեք ոնց որ միջավ կյանքի վերջ դու չունես
100%-անոց հստակ շանս, որ նորից չի կրկնվի, որովհետև կախվածությունը միշտ գալիս է յուր, երբ որ քո մոտ դժվար կարգավիճակ է։ Իսկ կյանքը սրտի աշխատանքի նման է, դու միշտ ունենում ես վատ օրեր, նեղ օրեր, այդ պահին արդեն միանգամից քեզ քո օրգանիզմը եւ ուղեղը տանում է դեպի այդ կողմ։ Այսինքն ինչ է իրանից ներկայացնում այն, որ երբ որ մարդը ընկնում է կախվածության մեջ, առավել եւս երեխան, ինքը պետք է ունենա մինչեւ կյանքի վերջ հսկողություն, մասնակետի, բժշկի, հոգեբանի հսկողություն, որպեսզի ինքը իրան հանկարծ թույլ չտա։ Իսկ այստեղ արդեն խոսում ենք կամքի ուժից, իսկ այստեղ արդեն խոսում ենք կյանքի փչացած որակից, այսինքն մի անգամ եթե դու ունեցար կախվածություն գոնե տևեց 1-3 տարի, դու արդեն ամբողջ կյանք պետք է լինես շատ զգոն, շատ զգույշ ու նշանակում է ունենալ լարված կյանք։ Դրա համար ավելի լավ է կանխել, քան թե հետո փորձել դրանից ազատվել։ Իհարկե դա էլ է լավ, բայց ավելի ճիշտ կլինի կանխում, էլի հնարավորինս փրկել մարդկանց, երեխաների, ովքեր չեն օգտագործել դա։ Ընտանեկան միջավայրի ազդեցությունը արդեն երիտասարդների կյանքում։ Այ օրինակ երիտասարդը նոր է ամուսնացել ընտանիքում կամ դեռ չի էլ ամուսնացել, ընտանիքում ծնողների հետ կապված ինչ որ փոքր խնդրի է առնչվել, դա կարող է հանգեցնել նրան, որ նա այդ խնդրի լուծումը ման գա հենց թմրանյութի մեջ։ Այո, կարող է, որովհետև երևի թե բոլորը տեսած կլինեն այն մարդով, որ տառապում է կապվածությամբ, ինչ հաճույք է ստանում այն պահին, երբ որ օգտագործում է։ Այսինքն այնտեղ անջատվում է։ Ես խոր ուսումնասիրություն եմ արել, քանի որ պետք է արդեն աշխատեի նմանատիպ մարդկանց հետ, խոր ուսումնասիրություն եմ արել եւ մինչեւ օրս շարունակում եմ։ Ինքը տալիս է այնպիսի մի հաճույք, այսինքն այդ բանը քեզ թվում է, որ կյանքը հեշտ է, ամեն ինչ լուծվեց, այլ ոչ մի խնդիրներ դու չունես, ու այդ զգացողության կարիք ունի մարդը։ Դու քեզ զգում ես պաշտպանված, եթե ոչ մեկ չի պաշտպանում, ծնողական քննադատությունները արդեն քո ականջին լսելի չեն, դու գնում ես լրիվ ուրիշ աշխարհ։ Ու այդ ժամանակ արդեն բնական է ինքը կուզենա անընդհատ գնա այլ աշխարհ, որտեղ այս աշխարհում իրեն շատ են քննադատում, ինքը արդեն ավելի ծանր է ապրում այստեղ։ Դրա համար հենց դրա համար է էլի ասում, որ դժվար պահերին է հենց ինքը գալիս կպնում, վերցնում քեզ։ Այդ շակերտավոր ասած չարը վերցնում քեզ։ Գիտեք, ամեն ինչ նորմալ է փորձել, օգտագործել, բայց չի հստակ ասենք չի կարելի, որտեղ արգելվածը միշտ ավելի քաղցր է, բայց ոչ այդ տարիքում փորձել, որտեղ դու չես կարողանա կանխել, որպեսզի դու չդառնաս նարկոման։ Հուսակցական ասած։ Դրա համար ավելի ճիշտ կլինի, դրա համար այդ տարիքի երեխաներին հասկանում եք, տարածում իրանց մեջ տարածում, որտեղ գիտակից մարդը գուցե փորձի մի անգամ, վստահ եմ մեծամասնությունը փորձում է, էլի կյանքի ինչ-որ մի մասը, որ ուզում ես հասկանաս ինչ է, այդ ժամանակ դու գիտես, որ փորձեցիր եւ վերջ։ Դու գիտես, որ դու ունակ ես կառավարելու ինքդ քեզ, բայց այդ երեխան արդեն ունակ չի։ Այսինքն մեկ անգամ օգտագործումը կախվածություն չի առաջացնում գիտակից մարդու մոտ։ Չենք կարող դա հստակ ասել։ Եթե մենք sense հստակ ասենք, դուրս կա, որ մենք էլի ռոպագանդա ենք անում, որովհետև չի կարելի է դանել։ Իսկ առհասարակ թմրանյութերը օգտագործելը դա առօրյայի մեջ խստիվ արգելված է, որովհետև ոչ մեկ չի ուզենա շփվեն մարդու հետ, ով որ թմրանյութի ազդեցության տակ է։ Դա ինչ որ դարերից եկած միջոց է, թագավորներն են օգտագործել բնական ինչ որ միջոցներ հանգստանալու, այսինքն ռելաքս լինելու համար, ոչ թե ապրելու դրանով։ Հենց կախվածությունը դա է, որ այսինքն չի կարելի ապրել որևիցե մի բանով, կարևոր չի դա ինչ է։ Ինքը արդեն իսկ կախվածությունն է, այդ բան ոչ թե այն նյութը, որը օգտագործում են, դա երկրորդ պլան է, էլի գնում։ Ինչ խորհուրդ կտաք այն ծնողներին, ում երեխաները սկսել են օգտագործել եւ ծնողը ինչպես պետք է հասկանա, որ իր երեխան արդեն իսկ օգտագործում է եւ դրա մեջ է։ Ես երևի սկսեմ ձեր երկրորդ հարցից։ Եթե ծնողը ուշադիր է իր երեխայի նկատմամբ, անհնար է ինքը չնկատի տարբերությունը սիմպտոմներ են լինում երեխայի մոտ։ Այսինքն փոխվում է երեխան, որ ավելի ռեալ հասկացվի, այսինքն վարքի մեջ փոփոխություն կարես նկատես, որ ինքը խոսակցական ասեմ, որ ճիշտ հասկացվի օթերով է,
Կարա դառնա քիչ էմոցիոնալ ագրեսիվ երեխան ավելի հանգիստ, կարա փորձի անընդհատ առանձնանալ ինչու որ գախնի պահել այդ ամեն ինչը, որովհետև երեխան այդ տարիքում եթե ինչ-որ բան ուզում է ծնողից պահի, ինքը արդեն ցույց է տալիս, որ ինքը ինչ-որ մի բան ունի պահելու։ Մենք շատերս հաստատ նկատած կլինենք մանկապարտեզի տարիքից, որ սիրահարվում էին տղաներ, օրինակ աղջիկներին, զգում էին ինչ-որ բան պահում են։ Այսինքն այդ էլի երևալու ու ավելի ակնհայտ է երևալու, որովհետև ավելի մեծ բան է պահում երեխան։ Պետք է հետևել ինչպես է քնում, առհասարակ երեխային պետք է հետևել առավել եւս եթե մենք այս վիճակում ենք գտնվում, ես չեմ ուզում մեր երկիրը դառնա շատ ու շատ երկրների նման։ Բայց իրոք եղել է, եկեք հիշենք, որ եղել է այդ դիսցիպլինան, այս կարգի չի եղել։ Անհնար է մի երկիր, որ ասում է ժողովուրդը էլի գյուղ չկա, որ շունչ լինի։ Այս ամեն ինչ ուղղակի հիմա լայնածավալ է, այս արդեն վտանգավոր է ու կարծում եմ, որ պետք է արդեն ինչ-որ կոմունիկացիաներ ստեղծվեն, ովքեր որ կզբաղվեն հոգեբանական եւ մասնագիտական օգնությամբ։ Եվ կարծում եմ ինչ-որ դասընթացներ պետք է սկսվի դպրոցներում երեխաների հետ առանձին աշխատանք, տղաների հետ առանձին, աղջիկների հետ առանձին մասնագիտական աշխատանք։ Իհարկե ես կուզեի, բայց դժվար թե կառավարությունը ինձ թույլ տա, ես դա հասկանում եմ։ Պետք է այդ աշխատանքը տարվի եւ բացատրվի դա ինչ է, որպեսզի դա չլինի արգելված պտուղ։ Երեխան հասկանա դա ինչ է։ Բացատրես, ոչ թե արգելես, բացատրես, ասես, որ հիմա այն ժամանակը չի, որի ընթացքում դու կարող ես փորձել, այդ չի կարելի։ Ինչքան էլ որ տարածեն, պետք է դու տեղեկացնես, որպեսզի կանխենք, որպեսզի օգնես քո ընկերոջը եւ այլն։ Այսինքն համարյա նույն սեռական ոլորտի պահն է, հասկանում եք, ու այս ամեն ինչը ի դեպ տանում է նրան, որ սեռական վատ եւ ժամանակից շուտ դեպքերը շատանան, հախլությունները շատանան, ինչա ես արդեն լսել եմ 10 տարեկան երեխայի հղիության դեպքեր, ու այս թմրանյութի օգտագործումը տանելու է ավելի շատ այդ դեպքերի շատացմանը, որովհետև թմրանյութը առաջացնում է սեռական ցանկություններ, անգիտակից վիճակում է մարդը լինում։ Ինքը արդեն ավելի շատ է գնալու դեպի ոչ ճիշտ քայլերի, հասկանում եք, չէ՞։ Ու ինձ թվում է բոլորը գիտեն, որ այն մարդիկ, ովքեր ունեն կախվածություն, ավելի շատ են գնում ոչ ճիշտ քայլերի, սպանություններ, ինչ-որ վատ դեպքեր, ինքնասպանություններ, բոլորը այդ ազդեցության տակ են հիմնականում լինում։ Դրա համար իրականում այդ ծնողները առաջին ունեն հոգեբանի կարիք, մասնագետի կարիք, որ իրենց ուղղորդի ինչպես իրենք աշխատեն իրենց երեխաների հետ այդ վիճակում։ Շատ դժվար ինչ-որ պահ, որտեղ պետք է իզուր չեն, էլի, որ խմբային են անում այդ նարկոմանիայից ազատվելու սեանսները, սեսիաները, որովհետև մեկը մյուսին իրենց պատմությունով եւ փորձով օգնում է, որ դուրս գան այդ իրավիճակից։ Այսինքն դա շատ դժվար պահ է, ինձ թվում է, այստեղ ինչ-որ կոնկրետ հաստատության աշխատանք է պետք։ Ծնողը մենակ չի կարողանում այդ վիճակից դուրս գալ։ Այդ դուք ծնողին խորհուրդ տվեցիք։ Հիմա երիտասարդներին, անչափահասներին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր որ թմրանյութ են օգտագործում, ինչ եք խորհուրդ տալիս։ Ուսումնասիրել այն ինչ որ օգտագործում են, որտեղ տեսակները բավականին լայն է։ Միանգամից X չեմ անում, որովհետև իրենց ավելի է հետաքրքրել։ Այտենց չեն մոտենում։ Պետք է լսել այդ մարդկանց։ Ինչու ես օգտագործել, ինչու ես փորձել, հասկանում եք, ես մասնագիտորեն եմ մոտենում, հասկանում եմ, որ ամեն մարդ չի կարող այդ համբերությունը իր մեջ ունենա, հարցնի, մեր ազգը էմոցիոնալ է, միշտ միանգամից բռնկվում ու սկսում ենք խոսել։ Բայց չէ, ուսումնասիրի մի հատ, ինչ է իրենց ներկայացնում, ինքան շատ է ինֆորմացիա, շատ հեշտ է։ Ինչպես է ազդելու դա իր վրա, եթե ինքը կին է իր երեխայի վրա, եթե ինքը տղամարդ է իր երեխայի վրա, ինչպես է ազդելու հասարակության վրա։ Ինքը արդեն դարձել է ոնց որ զամբյուղի մեջ եղած լոլիկ, որով արդեն փչացել է ու վարակել է մյուսներին։ Ամեն մեկս պետք է ունենալ պատասխանատվություն այն բանում, որ եթե մեր հետ ինչ-որ մի բան այն չի, մեր հոգեբանության մեջ ինչ-որ բան այն չի, մենք վնասել ենք շրջապատին։ Մտածի մի հատ ինքը ինչպես է ազդելու իր շրջապատի վրա։ Հասկանա, որ պետք է կանգնել ամենաառաջինը։ Թող չդադարեցնի միանգամից։ Թող քիչ-քիչ գնա դրան, երբ որ միանգամից դու քեզ ասում ես ստոպ դու պետք է այլևս օգտագործես, դա ավելի է տանում քեզ կախվածության։ Ես օրինակ երբ որ աշխատել եմ, ես չեմ դադարեցրել։ Ես քիչ-քիչ հասել եմ նրան, որ ինքը թողնի։ Այսինքն ներդաշնակ ճանապարհ պետք է անցնես, որ ասում են աչքս մնաց վրան, տենց չլինի։ Դա դժվար բան է, դա ավելի շատ տանում է նրան, որ կկրկնվի։ Դրա համար
համել հիշի, որ այն ինչ որ իրան տալիս են, ինքը պատկերացնում է, որ տենց է, տենց կարա չլինի։ Ավելի վատ բան կարա լինի, որը կարա տանի ավելի, չեմ ուզում վախեցնել, բայց ավելի երիտասարդ մահ, լիքը առողջական խնդիրներ։ Պես որ չեմ ուզում շատ տարածեմ, ինձ թվում է այսքանը բավական է, որ օգտագործողը հասկանա ինչպես պետքա շարունակի իր կյանքը։ Շնորհակալություն ձեզ Տիկին Հովսեփյան, հետաքրքիր եւ օգտակար հարցազրույցի համար։ Իսկ ես հարգելի Front TV հետևորդներ հիշեցնեմ, որ մեր հյուրն էր հոգեբան Ժանեթ Հովսեփյանը։